Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Երգիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը միայն թվերի եւ փաստերի շարան չէ, այն նաեւ մարդկային ճակատագրի, դավաճանության եւ արժանապատվության պայքար է։ Կան պահեր, երբ պետության կորուստը սկսում է ոչ թե ռազմադաշտում, այլ պալատական դավադրությունների ստվերում։ Այսօր մենք խոսենք Բագրատունյաց վերջին գահակալի Գագիկ II մասին, որի կյանքն ու մահը դարձան հայոց պետականության անկման եւ վերածննդի խորհրդանիշ։ Մենք կտեսնենք, թե ինչպես է արխայական թագի համար մղվող վրեժը կարճ ժամանակ անց դառնում նոր պետականության հիմնաքար։ 11-րդ դարի առաջին կեսին Բագրատունյաց Հայաստանը նման էր մի հզոր կառույցի, որը ներսից կրծում էին երկպառակությունները, իսկ դրսից Բյուզանդիայի նենգ քաղաքականությունը։ Մենք արդեն պատմել ենք, որ Հովհաննես Սմբատի թուլակամությունն ու Անիի կտակումը կայսրությանը հայոց պետականությունը դրեցին կործանման եզրին։ Երբ 1942 թվականին ասպարեզ եկավ 18-ամյա Գագիկ II-ը, թվում էր հույսի շող է արթնացել։ Նա ջախջախեց բյուզանդական 100,000-անոց բանակը Անիի պարիսպների տակ, սակայն չկարողացավ հաղթել ներքին դավաճանությանը, որը գլխավորում էին Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձը։ Գագիկ II-ի ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ նա վստահեց իր թշնամիներին։ Բյուզանդիայի Կոնստանտին Մոնամախ կայսրը, տեսնելով, որ զենքով չի կարող հաղթել հայ պատանուն, դիմեց նենգության։ Վեստ Սարգիսի հորդորով Գագիկը մեկնեց Կոնստանդնուպոլիս հաշտության, բայց այնտեղ նրանց սպասում էր պատվավոր գերությունը։ Անի մնաց անտեր, իսկ 1945 թվականի դավաճանության արդյունքում քաղաքի բանալները հանձնվեցին բյուզանդացիներին։ Սակայն այս պատմության մյուս ցավոտ դրվագը Գագիկի սպանությունն էր։ Պատկերացրեք մի երիտասարդ արքայի, ով հաղթել էր մարտի դաշտում, բայց պարտվեց դիվանագիտական նենգությանը։ Կոնստանդնուպոլսում պատվավոր գերության մեջ գտնվող Գագիկը երբեք չհաշտվեց իր ճակատագրի հետ։ Նա թափառում էր Կապադովկիայի ամրոցներով, իր սրտում կրելով կորուսյալ Անիի կարոտն ու բյուզանդացիների հանդեպ արդարացի ատելությունը։ 1979 թվականին, այլ տվյալներով 1980 թվականին Գագիկը, որն արդեն հասուն տղամարդ էր, բայց դեռ պահպանել էր արքայական վեհությունը, այցելում է Գիզիստրաբերդ։ Բերդի տերերը 3 եղբայրներ էին, Մանդալեի որդիները։ Նրանք դիմավորում են արքային կեղծ հարգանքով, բայց նրանց ժպիտների հետևում թաքնված էր մահը։ Երբ Գագիկը վստահելով իր ուղեկիցներին առաջ է հասնում զորքից, դարանակալ բյուզանդացիները հարձակվում են եւ նենգորեն սպանում են հայ արքային։ Սա պարզապես սպանություն չէր։ Պատմիչները նկարագրում են մի սահմռկեցուցիչ տեսարան։ Թշնամիները ոչ միայն սպանում են արքային, այլև նրա մարմինը կախում են Բերդի պարիսպներից։ Իտես բոլորի։ Դա վերջին հարվածն էր Բագրատունյաց փառքին։ Թվում էր հայոց թագը հավերժ ընկել է փոշու մեջ, իսկ արքայի արյունը կմնա անպատիժ։ Բայց պատմություն ունի տրամաբանությունը։ Տարիներ անց ասպարեզ է գալիս Կիլիկիայի հայոց հզոր իշխան Թորոս առաջինը, որը կառավարել է 1100-ից 1130 թվականներին։ Նա չէր տեսել Գագիկին, բայց նա կրում էր նույն ինքնության կոդը։ Թորոսի համար Գագիկի վրեժը լուծելը ոչ թե անձնական հարց էր, այլ պետականության, արդարության, պատվի վերականգնման սրբազան երթում։ Թորոսը զորքով պաշարում է Գիզիստրաբերդը։ Նա չէր եկել պարզապես նվաճելու, նա եկել էր դատելու։ Երբ Բերդն ընկնում է եւ 3 հույն եղբայրները կանգնում են նրա առաջ, Թորոսը հարցնում է. «Ուր են հայոց արքայի թագն ու զարդերը»։ Եղբայրները փորձում են արդարանալ, լաց լինել, ողորմություն խնդրել։ Այստեղ հնչում է Թորոսի հզոր խոսքը, որ պետք է դառնա մեր այսօրվա լեյմոտիվը։ Դուք սպանեցիք իմ արքային եւ դրա համար չկա ներում։ Թորոսը հրամայում է տանջալից մահվան ենթարկել եղբայրներին, հենց նույն Բերդում, որտեղ նրանք դավադրաբար սպանել էին Գագիկին։ Թորոսը վերցնում է Գագիկի արքայական թագը, սա սիմվոլի պահ էր։ Բագրատունյաց թագը չկորավ թշնամու ձեռքում, այն անցավ նոր ուժի, Ռուբինյանների ձեռքը, վրեժը լուծված էր, արժանապատվությունը վերականգնված։ Սա այն պահն էր, երբ Բագրատունյաց անկումից հետո ծնվեց Կիլիկյան Հայաստանի հզորությունը։ Արյունը լվացվեց արդարությամբ, իսկ պարտությունը վերածվեց նոր սկզբի։
Գագիկ երկրորդի եւ Թորոս առաջինի պատմությունը մեզ տալիս է հետեւյալ դասերը։ Առաջին դաս. ներքին դավաճանությունը շատ ավելի վտանգավոր է, քան թշնամու 100 հազարանոց բանակը։ Վես Սարգսի եւ Պետրոս Գեդադարցի օրինակը հիշեցնում է, որ ազնական շահը պետական շահից վեր դասելը միշտ հանգեցնում է համազգային աղետի։ Երկրորդ դասը. պետականությունը չի կարելի կտակել կամ նվիրել։ Հովանես Սմբատի թղթե կտակը հանուն խաղաղության ավելի շատ վնաս տվեց, քան թշնամու զենքը։ Ինքնիշխանությունը սակարկության ենթակա չէ։ Հաջորդ դասը. արդարադատությունը պատմական անհրաժեշտություն է։ Թորոս առաջինի լուծած վրեժը պարզապես սպանություն չէր, այլ հայոց պետականության արժանապատվության վերականգնում։ Առանց անցյալի սխալների համար հատուցման հնարավոր չէ կառուցել նոր ապագա։ Վերջին դասը. պետականության կորուստը երկիրը դարձնում է անպաշտպան արյունարբու հորդաների առաջ։ Անի անկումից հետո Հայաստանը դարձավ բաց դաշտ սելջուկ թուրքերի համար, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ միայն սեփական բանակն ու պետությունն են անվտանգության երաշխիքը։ Գագիկ երկրորդը չկարողացավ պահել անին, բայց նրա թափած արյունը դարձավ այն սերմը, որից ծնվեց Կիլիկյան Հայաստանը։ Թորոս առաջինի սուրը, որ պատժեց դավադիրներին, ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը։ Այսօր մենք պետք է հիշենք, որ պատմությունը չի ներում միամտությունն ու անմիաբանությունը, բայց այն միշտ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր ունեն կամք սեփական պատիվն ու պետությունը պաշտպանելու համար։ Ավարտելուց առաջ հիշեցնեմ, որ մենք ենք մեր պատմություն հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Պահպանենք մեր պատմությունը, որպեսզի այն պահպանի մեզ։ Մնացեք խաղաղությամբ։